Շուտով նոր տարի է։ Ինչ է նշանակում 3 մոմ վառելու սովորույթ։ Այն հանդիպում է տարբեր մշակույթներում և ունի հստակ խորհրդանշական իմաստ։ Թիվ 3-ը համարվում է ամբողջականության թիվ, այն կապվում է անցյալ, ներկա, ապագա, միտք, մարմին, հոգի, ընտանիք, աշխատանք, ինքնազարգացում գաղափարների հետ։ Նոր տարվա գիշերը 3 մոմ վառելը նպատակ ունի հավասարակշռել կյանքի այս ոլորտները և մտքով պատրաստվել նոր շրջանին։ Մոմերի գույնի ընտրություն։ Սպիտակ մոմ օգտագործվում է որպես մաքրում և նոր սկիզբ, այն խորհրդանշում է հին մտքերից, բացասական զգացողություններից և չլուծված հարցերից հրաժարվելը։ Կարմիր մոմ կապվում է սիրո, ընտանեկան հարաբերությունների, անձնական էներգիայի և ակտիվության հետ, հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ամրապնդել հարաբերությունները կամ նոր կապեր ստեղծել։ Ոսկեգույն կամ դեղին մոմ ընդունված է որպես հաջողության, նյութական կայունության և նպատակների իրականացման գույն։ Մոմերը ցանկալի է տեղադրել սեղանի վրա կամ պատուհանի մոտ իրարից մոտ հեռավորությամբ։ Ժողովրդական հավատալիքներով տարվա առաջին ժամերը ձևավորում են ամբողջ տարվա ընթացքը, այդ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել կոնֆլիկտներից, չքննադատել և չվիճել, չբարձրաձայնել վախեր կամ դժգոհություններ, փոխարենը կարևոր է խոսել այն մասին, ինչ ցանկանում եք իրականացնել։ Գույները հոգեբանորեն ազդում են մարդու տրամադրության և վստահության վրա։ Շատերը հատուկ ուշադրություն են դարձնում հագուստի գույնին նոր տարվա գիշերը։ Առավել օգտագործվող գույներն են կանաչ, որը կայունության, առողջության և աճի խորհրդանիշ է, կարմիր՝ ակտիվություն, սեր, ինքնավստահություն, դեղին կամ ոսկեգույն՝ ֆինանսական նպատակներ, սպիտակը՝ մաքրություն, կապույտը՝ հանգստություն, ներքին հավասարակշռություն։ Պարտադիր չէ ամբողջությամբ ընտրել մեկ գույն, բավական է օգտագործել փոքրիկ դետալներ։ Ֆինանսական ուղղությամբ նոր տարվա գիշերը դրամապանակը պետք է լինի կարգ ու կանոնով, խորհուրդ է տրվում գրպանում ունենալ թղթադրամ։ Դրամապանակը չպետք է դատարկ լինի կեսգիշերին, իսկ հարաբերությունների ուղղությամբ նոր տարին պետք է դիմավորել ընտանիքի կամ մտերիմների հետ, կեսգիշերին բարեմաղթանքներ հնչեցնել միմյանց։ Սեղանը համարվում է ընտանիքի խորհրդանիշ, ըստ ավանդույթների, հացը նշանակում է կայունություն, քաղցրավենիքը՝ բարեկեցություն, նուռը՝ բազմազանություն և հաջողություն, կանաչեղենը՝ զարգացում։ Խորհուրդ չի տրվում սեղանը թողնել դատարկ։ Արդյոք գիտեք հունվարի 1-ի կարևորության մասին։ Տարվա առաջին օրը կարևոր է նույնքան, որքան հենց այդ գիշերը։ Խորհուրդ է տրվում օրը սկսել հանգիստ, խուսափել ծանր ֆիզիկական կամ հոգեկան ծանրաբեռնվածությունից առաջին օրը, հնարավորության դեպքում որևէ լավ գործ անել։ Նոր տարին հաջողությամբ սկսելու համար կարևոր է ոչ միայն ծեսերի կատարումը, այլ նաև վերաբերմունքը։ Իրատեսական նպատակներ դնել, քայլ առ քայլ շարժվել, գնահատել փոքր հաջողությունները։ 3 մոմ վառելը, գույների ընտրությունը և նոր տարվա գիշերվա գիտակցված անցկացումը չեն հանդիսանում կախարդական լուծումներ, այլ հոգեբանական և ավանդական մեթոդներ, որոնք օգնում են մարդուն կենտրոնանալ նոր նպատակների վրա։ 2026 թվականը կարող է դառնալ արդյունավետ տարի, եթե այն սկսվի կարգավորված մտքերով, խաղաղ մթնոլորտում և հստակ մտադրություններով։ Նոր տարվա գիշերը պետք է նաև մաքրել հոգին։ Հոգին մաքրելու գաղափարը կապված է ոչ թե միստիկ գործողությունների, այլ մտքի, զգացումների և ներքին լարվածության կարգավորման հետ։ Ձեզ ենք ներկայացնում պարզ և արդյունավետ քայլեր, որոնք կարելի է անել նոր տարվանից առաջ կամ ցանկացած ժամանակ, երբ մարդը զգում է ծանրություն, հոգնածություն կամ ներքին շփոթություն։ Վերցրու թուղթ ու գրիչ, գրիր ամեն ինչ, ինչը քեզ ծանրացնում է՝ վիրավորանքներ, չասված խոսքեր, վախեր, հիասթափություններ։ Թուղթը պահելը պարտադիր չէ, կարող ես այն պատռել կամ պարզապես փակել ու թողնել։ Սա օգնում է ուղեղին դուրս հանել կուտակված լարվածությունը։ Ներել, ոչ թե արդարացնել։ Ներումը չի նշանակում, որ մյուսը ճիշտ էր։ Ներումը նշանակում է, որ դու այլևս չես ուզում կրել այդ ծանրությունը։ Մտքում ասա՝ ես ընդունում եմ, որ դա եղել է և ընտրում եմ ազատվել դրա ազդեցությունից իմ կյանքի վրա։
Հոգին շատ արագ ծանրանում է բացասական խոսքից, փորձիր մի քանի օր չբողոքել, չքննադատել, չքննարկել ուրիշների սխալները, փոխարենը խոսել փաստերով կամ ուղղակի լռել։ Շնչառության պարզ վարժություններով դու կարող ես թեթևացնել քո հոգին։ Օրը 5 րոպե բավարար է։ Նստիր հանգիստ, խորը ներշնչիր քթով հաշվելով մինչև 4-ը, պահիր շունչդ 2 վայրկյան, դանդաղ արտաշնչիր բերանով հաշվելով մինչև 6-ը։ Սա նվազեցնում է սթրեսը և հանգստացնում նյարդային համակարգը։ Հոգեկան լարվածությունը հաճախ պահվում է մարմնում, օգնում են քայլելը մաքուր օդում, տաք ցնցուղը կամ լոգանքը քունը նույն ժամին։ Ֆիզիկական թեթևությունը ուղղակիորեն ազդում է հոգու վիճակի վրա։ Հոգին ծանրանում է ավելորդ ինֆորմացիայից։ Մի քանի օր սահմանափակիր սոցցանցերը, խուսափիր բացասական լուրերից, մի համեմատիր քո կյանքը ուրիշների հետ, սա հանգստացնում է մտածողությունը։ Օրական գրիր կամ մտքում նշիր 3 բան, որոնց համար շնորհակալ ես, նույնիսկ փոքր բաները հաշվի են առնվում։ Սա փոխում է ուշադրության կենտրոնը և նվազեցնում է անհանգստությունը։ Հոգին ծանրանում է, երբ մարդը մշտապես «այո» է ասում։ Սովորիր ասել «ոչ» առանց մեղքի զգացման։ Ընդունիր, որ դու պատասխանատու ես միայն քո ընտրությունների համար։ Օրը գոնե 10 րոպե անցկացրու առանց հեռախոսի, երաժշտության կամ խոսքի։ Լռությունը վերականգնում է մտավոր ռեսուրսները։ Հարցրու քեզ. «Ինչ եմ անում իմ կամքին հակառակ, ինչ եմ երկար ժամանակ հանդուրժում, ինչ է ինձ իրականում հոգնեցնում»։ Պատասխանները հենց մաքրման սկիզբն են։ Հոգին մաքրվում է ոչ թե մեկ գործողությամբ, այլ կրկնվող պարզ քայլերով։ Երբ մտքերը կարգավորվում են, զգացումները թեթևանում են, իսկ մարդը սկսում է ավելի հանգիստ և վստահ գործել։